Բարև այսօր Civilnet-ում մի քանի ժամվա ընթացքին փորձել ենք ներկայացնել տարբեր վերլուծություններ, թե ընտրության օրը ինչ կատարվեց, ինչու կատարվեց, ընտրություններից յետք ինչ կատարվեց եւ թե ինչ է կատարվելու։ Այսօր Ազատության հրապարակում Ռաֆի Հովհաննեսյանի հրավիրած հանրահավաքը ավարտվել է, այնտեղ թեր մի քանի 100 հոգի մնացել են, չնայած արդեն երեկո է, մութ է, եւ մենք պիտի շարունակենք մեր լուսաբանումը հրապարակից վաղ առավոտ։ Բայց մինչև այդ մենք ուզում ենք խոսել մեր հյուրերի հետ ավելի, թերևս ոչ ավելի, բայց ամենայն թեպս շատ հիմնարար հարցի մասին։ Մենք բոլորս խոսում ենք ընտրագեղձիկների մասին եւ կուզենք հասկանալ այդ մեխանիզմը, ոնց է կատարվում, ինչպես է նկատվում, ինչպես է արձանագրվում եւ վերջի այդ բոլորը մեզ ինչ օգուտ է անելու։ Մեր հյուրերը այսօր իրավունքի Եվրոպա գազագերբության ներկայացուցիչներն են եւ շնորհակալություն, որ այս ժամին մեր հետ եք։ Այսօր մեր հետ են Լուսինե Հակոբյան, փաստաբան, Տիգրան Եգորյան, փաստաբան եւ Վահե Գրիգորյան, փաստաբան։ Եվ այս միավորումը ընտրության օրը դուք բոլորդ մի քանի տասնյակ գամավորների հետ միասին ընտրության օրը 24 ժամ անցկացրեցիք Արտաշատում։ Քանի ընտրատեղամասերում? 14։ Եւ 14 ընտրատեղամասերում դուք բացատրեք ինչ ըրիք, հետո խոսենք թե ինչու ըրիք։ Նախ գնացինք մենք թիվ 17 ընտրատարածք եւ դիտարկումը իրականացրել ենք ոչ միայն Արտաշատ քաղաքում, այլև շրջակա գյուղերում եւ աշխատել ենք հետեւյալ մեխանիզմով, մենք մեր կազմակերպության դիտորդներին վերապատրաստել ենք եւ հրավիրել ենք նաև տարբեր լրատվամիջոցներից լրագրողների եւ նպատակն այն էր, որպեսզի աշխատեն մի քանի հոգով, որովհետեւ խորհրդարանական ընտրություններից ի վեր մեզ հայտնի է, որ գործում է ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների բավական համակարգված եւ կազմակերպված մեխանիզմ եւ մի դիտորդը բավարար չէ, որպեսզի կարողանա ճիշտ եւ արդյունավետ կերպով արձանագրի բոլոր կարևոր փաստերը այդ ընտրակեղծիքների մասին եւ այդ պատճառով կոչ էինք արել նաեւ լրագրողներին, որպեսզի նրանք նույնպես մասնակցեին եւ այդ 14 տեղամասերը մենք դիտարկել ենք այսպես կոչված զույգերով, եղել է մի լրագրող եւ մի դիտորդ։ Ուրեմն շատ պետք է ես մեծ շնորհակալություն հայտնեմ մեր դիտորդներին, որովհետև իրենք մեծ խիզախություն դրսևորեցին, հայտնի է, որ հնուց ի վեր, որ Արարատ մարզը դա բավական վտանգավոր տարածք է եւ մեծ խիզախություն էր պետք։ Վտանգավոր այն առումով, որ այնտեղ հանցագործ եւ այդ ֆեոդալական ուրեմն ավանդույթները արդեն մեծ արմատներ են գցել եւ այդ իսկ պատճառով այնտեղ գնալը մեծ խիզախություն է պահանջում։ Եվ ինչ էին այս դիտորդները եւ այդ դիտորդները նրանք բավական համարձակ, բավական գիտակ, իրենց իրավունքները շատ լավ տիրապետելով սկզբից եւ այդ ուրեմն ընտրատեղամասի բացման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփման ավարտը եւ շատ տեղեր անգամ այդ պարկի եւ բոլոր փաստաթղթերի ուրեմն հասցնումը ընտրատարածքային հանձնաժողով իրենք այդ ամբողջ ընթացքում հետևել են եւ այնտեղ են եղել այո շատ դեպքերում այդքան եւ բավական մեծածավալ նախ մենք նրանց բոլորին տրամադրել ենք տեսախցիկներ եւ լրագրողներից մի քանիսն էլ ունեին իրենց տեսախցիկները, այդ եղել են տեղամասեր, որտեղ երկու տեսախցիկներ են եղել եւ մենք մի տեսաձայնագրությունների մի ամբողջ փաթեթ ունենք, դրանցից բոլորը չի որ հասցրել ենք ուսումնասիրել, որովհետեւ մեծածավալ ինֆորմացիա է, ունենք այդ փաստերը մեծ թվով ընտրակեղծիքների, ընտրախախտումների մասին։ Այսինքն ընտրագեղձիկները տեղի կունենան ձեր աչքի առջև եւ դուք այդ փաստագրեք թե քրությամբ եւ թե նկարելով։ Այո։ Ձեր աչքի առջև վստահված անձին ներկա են, քվեարկողը ներկա է։ Քվեարկողը ներկա է, վստահված անձինք ներկա են, հիմնականում ուրեմն ավելի մանրամասն երևի Տիգրանը կբացատրի ամբողջ մեխանիզմը, ես ուղղակի նաև լրացնեմ ասելով իմ խոսքը, որ այդ դիտարկմամբ ամեն ինչ չի ավարտվել, շատ կազմակերպություններ իրենք ուղղակի դիտարկում են եւ ի վերջո այդ խախտումների մասին հաշվետվություններ են գրում եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Մեր կազմակերպությունը նաև բողոքարկման գործընթաց է սկսել։ Երեք մենք ուրեմն բողոք ենք ներկայացրել
ուրեմն մեր կազմակերպության դիտորդների եւ նրանց հետ համագործակցած լրագրողների իրավունքների մի շարք խախտումների մասին։ Դեռ չենք խոսում քվեարկողի քաղաքացու իրավունքի մասին, խոսում ենք լրագրողի եւ դիտորդի իրավունքների խախտման մասին։ Եվ ուրեմն հիմա եթե ինչը այս էր, ինչուն որն է, դիքան այս բոլորը ըրիք լավ փաստագրելու հետո դե սրանք փոխկապակցված հարցեր են եւ ինչը ինչուի հետ է եւ մեկը մյուսից է բխում։ Խնդիրն այն է բացահայտել այդ շղթայի բոլոր օղակները, ընտրախախտման մեխանիզմը եւ հասկանալ թե ինչպես է հնարավոր արդյունավետորեն վերահսկել, ինչ է անհրաժեշտ այդ վերահսկողության արդյունքում, որպեսզի կանխենք այդ ընտակեղծիքները եւ ինչպես է կարելի հաղթել այս արատավոր վարակը, երևույթը, որը բավական երկար ժամանակ է ստեղծել է այս իրավիճակը։ Ուրեմն նպատակը նույնքան վաղն է, որքան այսօրը։ Միայն այս ընտրության հարցը չէ։ Այո։ Մենք ուղղակի ակնարկի կարգով ասեմ, դեռևս 12 թվականի ազգային ժողովի ընտրություններով բողոքները քրեական գործեր չհարուցելու վերաբերյալ մինչ այսօր դատարաններում բողոքարկում ենք։ Այնպես որ մենք հետամուտ ենք այդ բոլոր process-ին։ Ինչ գսեք նախքան ավելի մանրամասն բացատրելը, ինչ գսեք այն քաղաքացուն, որ գսե ինձ պետք է որ դուք դեռ բողոքարկում եք։ Այսօր ես ունեմ ընտրություն, ես ունեմ ցայն եւ վստահ չեմ իմ ցայնս դեղ հասավ։ Լավ, գիտեք, միշտ կա ներկա, անցյալ, ապագա։ Երբեք չես կարող գոյություն ունենալ միայն կոնկրետ մեկ ժամանակային գոտում, հա, եւ մեկ միավոր ժամանակում։ Կյանքը տեղի է ունենում ժամանակի մեջ։ Եվ այս պահին հնարավոր է նույնիսկ անդարձելի փոփոխություն է տեղի ունեցել, բայց այդ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքը չի բարելավի հետագա կյանքը։ Այնպես որ այդ մարդուն միակ իմ ասելիքը կլինի այն, որ ինքը պետք է ձևավորի մշակույթ, մտածելակերպ, կրթվի եւ բարձրացնի իր իրավագիտակցության եւ որպես քաղաքացի իրավունքների սպառման հնարավորությունները, որովհետեւ մեր քաղաքացու խնդրումը դա է։ Ուրեմն մենք համոզված ենք, դուք համոզված եք, որ իսկապես ավելի լավ հասկանալով մեխանիզմը, գեղձիկների մեխանիզմը, կրնանք ինչ որ ցևով փորձել կանխել, մեր իրավունք պաշտպանել եւ այլն։ Բացի այդ, ավելին, մենք ուզում ենք նաեւ ցույց տալ, որ բացարձակ հնարավոր է այդ ամենը կանխել միայն ժողովրդի մասնակցությամբ, միայն ամեն անձի ինքնուրույն ազատ ընտրությամբ։ Այդքան պարզ է բանաձևը։ Ես ներկայացնեմ միանգամից մեխանիզմը, հա, հնարավոր է մի 2-3 րոպե տևի, ուղղակի դա խիստ էական է այս process-ը հասկանալու համար։ Ուրեմն ամենամեծ խնդիրն այն է, որ այդ կեղծարարության մեխանիզմի մասնակից է դարձվում մեծ թվով քաղաքացի։ Այն քաղաքացիները, ովքեր համաձայնություն են տալիս մասնակցելու այսպես կոչված կարուսելին։ Վաղուց ի վեր հնացած տեխնոլոգիայի քվեաթերթիկների կարուսելը տեղի է ունենում մարդկանց կարուսել։ Մի անձը քվեարկում է մի քանի անգամ, ինչպես մի տեղամասում, այնպես էլ հարակից կամ այլ ընտրատարածքի տեղամասերում։ Դրանով ապահովելով չմասնակցած, հանրապետությունում չգտնվող կամ պարզապես ընտրությունները բոյկոտած քաղաքացիների փոխարեն քվեարկություն։ Դրա այդ ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ցուցակների մոտ նստող հանձնաժողովի անդամները հստակ իմանան, թե ընտրությանը ով չի գալու եւ ում փոխարեն կարելի է դնել այլ ստորագրություն։ Հենց այդ քաղաքացիների անվան դիմաց ցուցակները վարող հանձնաժողովի անդամները պարբերաբար ստորագրության են հրավիրում այդ կեղծարարությանը մասնակցող քաղաքացիներին։ Ուրեմն որոնցից շատերը, օրինակ տեսնելով, որ տեսանկարահանում է իրականանում, բողոքում են հանձնաժողովի անդամին կամ նախագահին, որ մեջբերում եմ անում, «Էս բերել եք, որ նկարեք, ինձ չէին ասել, որ նկարելու են, ես պատրաստ չէի, որ պետքա սենց լինի,
բառերով թողնում հեռանում են, չքվեարկելով, չմասնակցելով, հրաժարվելով եւ վախենալով։ Ուրեմն, սա իսկական քվեարկողը չէ, սա այն մարդն է, որ պիտի կար ուրիշի անունից այն մարդն է, որ պիտի կար ուրիշի անունից եւ նրա մտավախությունն այն է, որ նկարահանման արդյունքում ինքը կարող է բացահայտվել մեկ այլ տեղամասում կամ հենց նույն տեղամասում։ Որովհետեւ քանի որ այստեղ մի քիչ առաջ անցնելով ուղղակի ակնարկով ասեմ, որ քանի որ մենք չենք կարողանում հետագայում ցուցակներին ծանոթանանք, մեր անհատականացման եղանակը դեմքերը նկարելն է։ Եվ այդ տեսախցիկը այնտեղ ունենալով արդեն կանխում ես ինչ-որ թեփքեր։ Շատ լուրջ զենք է, բայց դա դեռ ամենը չէ։ Ուրեմն, այդ ցուցակներից անընդհատ ճշտումներ են կատարվում, հանձնաժողովի նախագահի եւ այսպես ասած ակտիվիստ կեղծարարներին հրահանգներ են տրվում եւ խումբ մարդիկ են բերվում, շատ տեղամասերում դիտարկել ենք, որ բերվում էին մի փողոցի կամ մի շենքի, այսպես ասած խմբեր, մի քանի փուլով, այնուհետև անցնում էին մյուս հասցեից մարդկանց հրավիրմանը։ Արձանագրել ենք նաև մի շարք դեպքեր, երբ մարդիկ խոստովանում են, որ այո, մենք նույնիսկ օգտագործում են Իկարուս բառը, դա մեծ ավտոբուսն է, մարդիկ ենք բերում, հետո հուշումներից հետո ճշտում են, որ մեր բարեկամներին ենք բերում։ Դրանից հետո ինչ է տեղի ունենում։ Ընտրացուցակների պահով մի լրացում։ Հիմնականում այդ ընտրացուցակները ընտրական հանձնաժողովի անդամների մոտ պետք է ռոտացիա տեղի ունենա ըստ վիճակահանության։ Շատ տեղամասերում այդ ընտրացուցակները բռնազավթում են երկու անդամներ եւ այդ անդամները սկզբից մինչեւ վերջ առանց ռոտացիայի մնում են այդ ցուցակների։ Դե հանձնաժողովի նախագահը իբր կոչ է անում նրանց փոխվել եւ այլն, սակայն նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում, այդ ցուցակները բռնազավթում նստում են եւ հենց դու բացահայտում ես, որ փաստորեն մի անձ ուրիշի փոխարեն է ստորագրած եղել կամ իր անձի իր տվյալների դիմաց չի լրացվում, իր անձնագրի համարը եւ այլն, այդ հանձնաժողովի նախագահը որպես կանոն սկսում է ուրեմն բողոքել իր վատ տեսողությունից, ծերությունից, որ արդեն սխալներ է թույլ տալիս եւ այլն, սակայն այդ ամենով հանդերձ ոչ մի կերպ չի հրաժարվում այդ իր բռնազավթած ցուցակից եւ չի հեռանում։ Դա հենց այն մեխանիզմն է, որ իրենք ապահովում են այդ ինֆորմացիան կրող անդամին վերահսկելու գործընթացը։ Եվ ընդ որում շատ ուշագրավ է այն հանգամանքը, որ նրանք բոլորը աշխատում են կամ քաղաքապետարանում, կամ մարզպետարանում, կամ գյուղապետարանում եւ ակտիվորեն շփում են ունենում հասարակության հետ, հա, մարդկանց հետ։ Չեն աշխատում, ապա այն մարդիկ են, ովքեր այդ համայնքի բոլոր բնակիչներին համարյա անգիր գիտեն։ Այս բոլորը կարելի էր կանխել, կարելի էր հագափաստարկներ կայացնել, եթե քվեարկողների ցանկը մատչելի լիներ, չէ՞, եթե որևէ մեկը կարենար վերջավորության երթալ նայել, ես քվեարկել եմ, թե չէ։ Միանշանակ։ Բայց դա գա, կարելի է, որքան ես կհիշեմ, Սահմանադրական թատրան գնացել ես Վահե։ Մենք գալիս ենք այդ հարցին, հիմա մարդիկ կմտածեն, որ 7 գիտեմ 7-ն էլ մեղրի մասին, բայց չեմ զլանալու ամեն անգամ ասել, այո, ընտրակեղծիքների այս մեխանիզմի շարժիչը եւ առաջ տանող մասը հենց ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակայնացման նկատմամբ արգելքն է։ Ավելի պարզ ասեմ դիտողների համար, ուրեմն նայեք, ընտրությունը ընդամենը միջոց է, որպեսզի ժողովուրդը իր իշխանությունն իրականացնի։ Ժողովուրդը ասված է, այսինքն դրա հանրության յուրաքանչյուր անդամ եւ ժողովուրդը որպես հավաքական մի մարմին։ Եվ այդ ընտրությունը որպես միջոց իր իշխանությունը իրականացած սուբյեկտը իշխանության իրականացման միակ ապացույցը, որ կարող է ունենալ, ինչպես եւ հենց ընտրված իշխանություն, որ կարող է իր այդ իշխանության լեգիտիմության աղբյուրը ցույց տալ, դա ընտրողի կողմից ստորագրված ցուցակն է, որը տալիս է առաջին եւ ամենահիմնական հարցին, որ այո, եղել է ընտրություն եւ նա մասնակցել է։ 2003 թվականից ի վեր այդ ցուցակները գաղտնիացված են։ Վերջերս ընդունված ընտրական օրենսգրքում մի չնչին փոփոխություն կատարվեց առ այն, որ մասնակիորեն եւ սահմանափակ հասանելիություն ունեն այդ ցուցակները։ Այսինքն ես կգամ իմս իմանալ, այդ է մասնագին։ Դուք չեք կարող իմանալ եւ որևէ շարքային ընտրող չի կարող իմանալ
եթե բոյկոտել է, եթե հանրապետությունում չի գտնվում, եթե որևէ պատճառով չի մասնակցել ընտրությանը, նա երբեք չի կարող անձամբ իմանալ, արդյոք իր անվան դիմաց ստորագրություն չի դրված եւ արդյոք իրեն հասանելի քվեաթերթիկը իր անունից իշխանության տեխնացուի օգտին քվեարկած չի գծված այնտեղ կամ ցանկացած տեխնացուի օգտին։ Փորձը ինչ է, արար աշխարհը ինչ կնե, սա ամենտեղ գաղտնի է։ Ուրեմն ասեմ, սկսեմ Միացյալ Նահանգների փորձից։ Այդ երկիրը ամենևին չի կաղում ժողովրդավարությունից, թեկուզ եւ այնտեղ բազում խնդիրներ կան դրա հետ կապված։ Բայց ընտրակեղծարարության մակարդակով վերջին 100-ամյակում համենայն դեպս դա աչքի չի ընկել։ Ուրեմն որոշ նահանգներում, Միացյալ Նահանգներում, բարձորեն հանգիստ կերպով հասանելի են այդ ցուցակները, որոշ նահանգներում, նույնիսկ քրեական պատասխանատվություն է նախատեսված ցուցակները հասանելի չդարձնելու համար։ Չդարձնելու համար, որովհետև դա միակ ապացույցն է, որ ժողովուրդը, իշխանության աղբյուրը կարող է, ինչպես նաև ընտրված իշխանություն, կարող է հավաստել ընտրված իշխանության օրինակարգությունը։ Դա այլ խոսքով իշխանության լեգիտիմության վկայականն է, որը գաղտնի է պահվում, եւ գաղտնի պահվելով ըստ երևույթին կարող է գաղտնի ապահովում նաև այն պատճառով, որովհետև հենց նույն իշխանությունը վստահ չէ, որ իր անվանքը դա։ Բայց շատ պարզ է, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակայնացումը, ընտրակեղծիքների դեմ պայքարում, ազատ ընտրության իրավունքը էֆեկտիվ եւ գործնական իրավունք դարձնելու նպատակով առաջին ամենահիմնական եւ գլխավոր քայլն է։ Սա չի նշանակում, որ անմիջապես ընտրություններն ազատ են դառնալու, բայց եթե ընտրությունները երբևէ ազատ կլինեն եւ արդար կլինեն, դա կլինեն միայն ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակայնության պայմաններում։ Ինչ վերաբերվում է թե ինչ ազգային ժողովը ինչի հիման վրա է ընդունել են դիրքորոշումը, որ այդ ցուցակները պիտի գաղտնի լինեն, ուրեմն ես ձեզ ասեմ, անտեսելով Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական, իրավական, տնտեսական եւ առանձնահատկությունները, եւ անհրաժեշտությունները, եւ հանրապետության առջև ծառացած խնդիրները, անտեսելով բազում այլ հանգամանքներ, իշխանությունը գնացել է բնության եղել եւ գտել է բնության մեջ հնարավոր միակ փաստաթուղթը, որը այսպես կոչված Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցն է, ուշադրություն դարձրեք ինչ հետեւողականությամբ ուղեցույցին կարելի է տալ այնպիսի նշանակություն, որ ոչ միայն դրանում արձանագրվածը բարձրացնել օրենքի մակարդակի, այլ բերել հասցնել սահմանադրական դատարանի որոշման մակարդակի։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ 2003 թվականին, երբ որ առաջին անգամ ցուցակները գաղտնիացվեցին, օրենքը թույլ էր տալիս դրանց ծանոթանալ եւ գաղտնիությունը օրինակարգվեց սահմանադրական դատարանի որոշմամբ։ Դա սահմանադրական դատարանն էր, որ օրենքի պահանջների անտեսմամբ հնարավոր համարեց դա։ Եվ վիճակը շարունակվում է մինչև այսօր։ Այսինքն սա հրամայական է, սա ուղղակի հրամայական։ Տիգրանի եւ Լուսինեի բացատրած օրինակները ուղղակիորեն ցույց են տալիս, թե ինչ մանիպուլյացիաներ են հնարավոր եւ ժողովուրդը ինքը չի տեսնում իր մասնակցության վերաբերյալ ապացույցը։ Այսինքն մինչև այդ քվեների կարուսել էր, հետո դարձավ մարդկանց կարուսել արդեն։ Եւ մենք այլ բաներ լսակը ներկայացնենք, դու ասա։ Վերացումն ուզում եմ անել, որ այդ ցուցակները գաղտնի պահելու հարցը այնքան էական է, որ անգամ այն հանձնաժողովների անդամները, ովքեր վստահված անձին լրագրողից կամ դիտորդին լրագրողից կամ վստահված անձից չեն տարբերում, իրենք հստակ գիտեն, որ այդ ընտրական ցուցակները անգամ տեսանկարահանել չի թույլատրվում եւ երբ դու հանկարծ կամերայով հայտնվում ես այդ ցուցակները լրացնող հանձնաժողովի անդամի կողքին, իրենք բավական հարցակողական կեցվածքով քեզ սկսում են նախազգուշացնել, որ այդ ցուցակները տեսանկարահանել չի կարելի։ Խոսենք վստահված անձանց մասին։ Այնտեղ կան 5 հոգի, որոնք պետք է իմ իրավունքները պաշտպանեն, տեխնազոյի իրավունքները պաշտպանեն, ում իրավունքները պաշտպանեն։ Վստահված անձինք պաշտպանում են իրենց վստահորդների իրավունքները։ Իդեալական տարբերակում հանձնաժողովի անդամները կոչված են ապահովելու օրինականությունը եւ հանձնաժողովի անդամները ունեն այնպիսի լիազորություններ, որոնք իրականացնելու պարագայում միայն օրենքով նախատեսված իրենց լիազորություններն իրականացնելու պարագայում իրանք
կարող են անել ամբողջ այն գործը, որը որ մենք հիմա փորձում ենք անել, եւ պարտավոր են անել ամբողջ այդ գործը։ Ուղղակի խնդիրն այն է, որ մեզ մոտ հասունացել է, ձևավորվել է, մուտացվել է ինչ-որ իրավիճակ, երբ որ թե իրավապահ մարմինները, թե ցանկացած վարչարություն իրականացնող մարմին գործում է իր մասին օրենքի նվազագույն կիրառմամբ, ոչ թե օգտագործում է այն լիազորությունները, որոնք որ նա ունի, այլ փորձում է այն պատասխանատվությունների եզրին մոտ քայլել, որոնք վրա կհասնեն ինչ որ բան չանելուց, հա, то есть փորձում են նվազագույնի հասցնել իր գործողությունները։ Այն խոսքով դու խոսում ես կամքի բացակայության մասին։ Այո, կամքի բացակայության մասին։ Արդար է ասել, որ եթե մենք ունենք մոտ 2000 ընտրատեղամաս, յուրաքանչյուրը ունի 5 վստահված անձ, որ պետք է այդ ամբողջ ընթացքում նստին, չէ, այնտեղ փոխարինման հարց չկա։ Այդ մարդը նստած է 12 ժամ, 20 ժամ, ինչ որ պետք է։ Արդար է ասել, որ եթե մենք հանրապետությունում ունենայինք 10000 ազնիվ մարդ, մեր հարցը կլուծվեր։ Ես չեմ կարծում, որ 10000 ազնիվ մարդու պակասի մեջ է, թեկուզ եւ նաեւ այս ընտրություններում երևաց, որ բավարար չափով իրավագիտակից դիտորդներ վստահված անձինք եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ունենալուց որոշ փոփոխություն կարող է լինել ընտրական գործընթացում։ Դուք տեսաք այդ փոփոխությունները այնտեղ, որտեղ դուք դիտարկում եք եւ այնտեղ, որտեղ չգայիք։ Կրնակ ասել, որ այնտեղ փաստացի դարբերություն կա, որովհետեւ Իհարկե։ շահագրգռված մարդ կա։ Տարբերությունը ոչ միայն, եթե ոչ այդ պահին այդ տեղամասում ձևավորվեց, թեկուզ եւ օրվա ավարտին արդեն դիտորդների ջանքերով այդ փոփոխությունն արդեն զգալի էր դառնում, բայց հիմա հրապարակվելիք տեսանյութերով բազմաթիվ տեսանյութերով, ընդ որում դեռ դրանք մշակման փուլում են եւ դեռ հանրությունը կծանոթանա ինչեր են տեղի ունեցել հենց դիտորդներ, ես դա փառքի ես ինչ չեմ կարող վերագրել, որտեղ դիտորդների Կեսգիշերին ցուն չկայր։ Կեսգիշերին այնտեղ չէի, բայց օպերատիվ կապի մեջ էր մեր դիտորդներին փրկում էր ոստիկան։ Որոշ փոփոխություն կարող է կատարել, բայց ես կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Եվ դիտորդները, եւ հանձնաժողովի անդամները, եւ վստահված անձինք, եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, դա հասարակության սահմանափակ խավ է, սահմանափակ շերտ է։ Չկա բացարձակ որևէ պատճառաբանություն, հիմնավոր պատճառաբանություն սահմանափակելու ստորագրված ցուցակների մատչելիությունը սովորական ընտրողի։ Սովորական ընտրողի համար դրանք պիտի մատչելի լինեն։ Եթե չլինի ժողովրդի աջակցությունը ընտրողների կողմից ստորագրված ցուցակներում անճշտությունները վերացնելու հարցում, ես ձեզ հավաստիացնում եմ, դա անհնար է, որպեսզի նույնիսկ 10000 իրավագիտակից ազնիվ եւ դիտորդների վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների պարագայում հնարավոր լինի նկարագրված խախտումները ամբողջությամբ հայտնաբերել եւ դրանց վերացնելու ուղղությամբ գործողություններ կատարել։ Այսպես ասեմ, յուրաքանչյուր ընտրող ինքը կարող է վերահսկել իր եւ իր մերձավոր շրջապատի կամ իր ճանաչած անձանց կողմից ընտրությանը մասնակցելու փաստը ընդամենը վայրկյանների ընթացքում։ Սակայն որպեսզի դա անի այդ 10000-անոց խումբը, նա պիտի պետության լրացուցիչ զուգահեռ պետության գործառույթ ստանձնի։ Հարց, նայեք ինչ հետաքրքիր բան կա, ոստիկանությունը քանի ամիս է աշխատել պարզ ցուցակներ կազմելու համար։ Այն դեպքում, երբ որ տեղեկատվությունը իր ձեռքին գտնվում է, եւ առաջնային տեղեկատվությունը հենց անձնագրային ստորաբաժանումների ձեռքին է գտնվում։ Քանի ամիս է նրանցից պահանջվում, որպեսզի ընդամենը շարադրեն իրար հետևից շարեն այդ անունները եւ այդ ավարտական տեսքի բերեն ընտրողների կողմից ընտրողների ցուցակները։ Դուք պատկերացեք ինչ բարդություն է իրենից ներկայացնում ստորագրված ցուցակներում եղած տեղեկատվության վերլուծությունը։ Դրա համար պետք են ծրագրեր, դրա համար պետք են սարքավորումներ, դրա համար պետք են առանձին մարդիկ, որոնք օպերատիվ շատ սահմանափակ ժամկետում, որովհետև գիտեք, բողոքարկման սահմանափակ ժամկետ կա։ Սահմանափակ ժամկետում կարողանան վերլուծել եւ տեսնել, թե ովքեր նրանցից, ովքեր բացակայ են, ովքեր նրանցից, ովքեր որ բոյկոտել են, ովքեր նրանցից, որ այլ պատճառներով չեն մասնակցել ընտրությանը, այդ ցուցակներում նշված են որպես ընտրությանը մասնակցող։ Նրանք դա չեն կարող անել, եթե այդ չմասնակցողները մասնակիորեն չօգնեն իրենց հենց այդ հարցում։ Եվ կրկին ասում եմ, չկա որևէ հիմնավոր պատճառաբանություն
իշխանության աղբյուրի կողմից տրված վկայականը գաղտնի պահելը։ Դրա միակ պատճառաբանությունը կարող լինի այն, որ այդ վկայականում օրվա իշխանության անունը չի։ Ուրիշ պատճառ չկա։ Ուրեմն մեզ պետք է 10,000 ազնիվ մարդ, պետք են ցանկեր, որ պետք է իշխանությունը մաքրե, բայց քաղաքացին պիտի մասնակցի եւ բարդատրե, որ իր անունը կամ հայտնվի կամ չհայտնվի ըստ կարիքի։ Ուրիշ, մինչև հարցնեմ, թե հիմա մեր ծեր ունեցած փաստարկների աբական ինչ է, դա ում պետք է, ով ինչպես է կործածելու։ Դրանից առաջին ուրիշը գա, այս երկուսից բացի։ Այո, դա քաղաքական իշխանության, պետական իշխանության, քաղաքական իշխանության նկատի ունեմ կուսակցության եւ պետության գործառույթների հստակ տարանջատումն է։ Խաբկանք է, որ ընտրություններին մասնակցում են տեխնացուներ, ընդամենը 7 տեխնացու, խաբկանք եւ տեխնացուներ են մասնակցել նախորդ ընտրությունը, կամ ինչպես պարլամենտական ընտրություններում մասնակցել է հանրապետական կուսակցությունը, ասես։ Հանրապետական կուսակցություն ասելով, պիտի նկատի ունենալ նաեւ պետությունը իր ողջ վարչական ռեսուրսով։ Նա ընտրությանը չի մասնակցում որպես կուսակցություն։ Նա ընտրությանը մասնակցել է իր ողջ վարչական պետության ունեցած հանրային ռեսուրսով։ Եվ դա նկատվում է նորմալ։ Այո, եւ դա համարվում է պետության եւ իշխանության նույնացումը ընդունված է պետության եւ կուսակցության կամ իշխանություն իրականացնող խմբի։ Եվ այդ խաղում ստացվում է, որ ժողովուրդը ուղղակիորեն դուրս է մնում, դուրս է մղվում։ Իսկ վերջորջը հիմնական սուբյեկտը իրավունքների կերողը դուրս է մղվում Եվ ուղղակի։ փաստորեն, երբ որ մենք սկզբունքորեն հարցնում ենք լավ իսկ ինչով դու կարող ես փաստել, որ ընտրություն ա եղել իրականում։ Իսկ ուր է այդ փաստաթուղթը, ընտրողների ստորագրած ցուցակ։ Մենք ասում ենք դուք պիտի հավատաք պետական մարմինների կողմից կազմած փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներ եւ դատարաններ, բայց չէ որ այդ արդեն մենք չէ, այդ աշխարհի ամենաբարի դիտորդներն են նկատել, որ կուսակցական գործառույթները այլևս միավորված են պետական գործառույթների հետ։ Այսինքն ամենևին էլ վստահություն չի ներշնչում այդ հանձնաժողովների կողմից կազմված փաստաթղթերը, որոնց հիման վրա պիտի ես եզրակացնեմ, որ իրոք ժողովուրդը մասնակցել այդ ընտրություններին։ Եվ ամենացավալին այն է, որ նույնիսկ եթե իսկապես իշխող կուսակցությունը վերընտրվել է, նորեն փաստ չկա։ Չես կրնար հանկից ծրդով դու ներտալս է դե լավ, հիմա չեղավ ինչ անեմ մյուս անգամ։ Չկա, այսինքն անընդհատ այդ կասկածը կա։ Թե գիտեք, եթե իրենք գոնե կասկած ունենային, որ հնարավոր է ընտրվել են, կարծում եմ այդ հնարավոր կլիներ որպես ապացույց դա կներկայացվեր իրենց կողմից։ Ինչ որ կերպ։ Եթե շատ լավադես եմ, բայց վստահ չեմ, այսինքն ինձ թվում է, որ ամենայն թեպս պիտի իրենք բարձ է գրվին այդ աթորի համար, բայց վերջավորության նույնիսկ եթե ընտրվեին ի հեճուկս բոլոր այդ մեր թերահավատությանը, քոնե իմանանք, որ այդպես է, իրենք էլ մենք էլ։ Շատ ճիշտ հարցադրում։ Ափսոս է։ Այդ վկայականը պետք է նայել իրենց։ Շատ պետք է իրենց։ Պետք է արտաքին հարաբերություններում բազում բարդ խնդիրներ լուծելիս, պետք է ներքին հարաբերություններում ցավալի ռեֆորմներ իրականացնելիս։ Ամենևին էլ պատահաբար չի, որ ես պատահական չեմ համարում, որ ժողովրդի քվեն չունեցող իշխանությունը երբեք չի նախաձեռնել էական, գործնական, էֆեկտիվ ռեֆորմներ, որովհետև ռեֆորմը միշտ ցավալի է իրական։ Դրա համար դու վստահության բարձր աստիճան պետք է ունենաս։ Դա կարող փաստվի հենց օրինակարգ ընտրություններով։ Վերջին հարց. Ինչ ենք անելու այս ծեր ունեցած փաստերով։ Աբական ինչ է։ Ես կրնամ պահանջել, խնդրել, ուզել եւ գնալ դատարան։ Իմաստը հենց այդ մեր առաքելության այն է, որ մենք այս մեր տեսական գիտելիքները փորձել ենք տանել պրակտիկ դաշտ, իրացնել այդ տեսությունը, ձեռք բերել փաստեր, որոնք կարող ենք տրամադրել բոլոր ցանկացողներին, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, հա, ովքեր որ պատրաստ են գնալու բողոքարկման ճանապարհով եւ պատրաստ են այդ ծանր բեռը կրելու, որովհետեւ դա իրոք ծանր բեռ է։ Ես կրնամ, ես Երևանի ընտրող եմ, աշտարակի ընտրող չեմ։ Բոլոր տեխնացուները միայն։ Արտաշատի։ Բողոքարկման բոլոր ացիաներով անցնելու եւ բողոքարկման հնարավորությունները օգտագործելու իրավունք ունի յուրաքանչյուր տեխնացուն, նախագահի տեխնացուն,
եւ փաստորեն իրավունքի Եվրոպա դիտորդների կողմից ստեղծված ապացուցողական այս ողջ բազան հասանելի է յուրաքանչյուր տեխնացուի համար իր բողոքները ներպետական ացիաններում ներկայացնելու համար։ Այսինքն, եթե սա այս ստեղծված ապացուցողական բազան չի ստեղծվել կոնկրետ ինչ-որ տեխնացուի համար։ Սրա նպատակն է կոնկրետ ընտրողի ընտրական իրավունքի պաշտպանությունը, բայց համապատասխան վարույթները կարող են հարուցվել միայն տեխնացուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից։ Այսինքն իրավունքի Եվրոպա միավորումը հենց այս պահին բոլոր տեխնացուների դիմելով ասում է ամբողջ ապացուցողական բազան յուրաքանչյուրիդ համար հասանելի է։ Եթե դուք իրոք մտադիր եք վիճարկումների ողջ գործընթացով գրագետ իրավաբանական ճանապարհով անցնելու, ապացույցները համակարգված, դասավորված են եւ յուրաքանչյուրիդ համար ուղղակի, չգիտեմ, մի օրում թե ժամերի ընթացքում դրանք հասանելի կլինեն։ Մենք կսպասենք այդ նաեւ այս նյութերին եւ կփորձենք լուսաբանել այնքան որքան մենք կրնանք։ Շնորհակալ ենք Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Լուսինե Հակոբյան։ Շնորհակալություն ցեզ, որ հետևեցիք մեզ այսօր Civilnet-ում եւ կխոստանանք վերադառնալ վաղ առավոտ ներկայացնելու հաջորդ օրվա զարգացումները Հայաստանի նախագահական ընտրություններու շուրջ։